Պարոն Սամունջյան, այսօր առավոտյան տեղեկացանք, որ իսրայելական մարտական ավիացիան ևս մեկ անգամ հարձակվել է Լիբանանի հարավում եւ արևելքում գտնվող շուրջ 38 բնակավայրերի վրա։ Ըստ էության Իսրայելը չի դադարում անընդհատ հրթիռակոծել, ավիահարվածներ հասցնել Լիբանանին։ Ինձ հետաքրքիր է այս պահին այժմ ինչ իրավիճակ է տիրում այդտեղ եւ ամենակարևորը հայ համայնքում տուժածներ կան, ինչպես է հայ համայնքի կյանքը դասավորվում այս օրերին Լիբանանում։ Իրականություն ինչպես որսիկ զանատար հաստատվերին իվեր դակավին իսրայելյան հաստատումներ կշարունակվին, բայց այս անգամ միայն Լիբանանի հարավային բջջանի մեջ, Լիբանանի հարավային քյուղերում մեկ մասը արդեն գրաված է Իսրայելը, երկու ամսվա պատերազմի եւ երկու ամսվա պատերազմի ընթացքին գմնային կհոն եւ դակավին կշարունակել հապագործել հարավային քյուղերը եւ շրջանները։ Այս բարակայնացատարեն իվեր բարձրացած նշեմ, որ քիչ առաջ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ զինատարեն սկսել իվեր այսինքն 380 մարդ զոհված է իսրայելյան հարձակումներու պատճառով։ Միայն զինատարեն իվեր։ Միայն այսօրվա դրությամբ ճիշտ է, այսօրվա այսօր չէ, զինատարեն մինչև այսօր։ Զինադադարից մինչև այսօր։ Երկու շաբթվա ընթացքին ուր զինատար էր, այդ ժամանակաշրջանին 380 մարդ զոհված է, որոնք կավելան 2500-ին, որոնք պատերազմի ընթացքին զոհվեցան։ Ինչ որ փաստը որ իրականության մեջ ամբողջական զինատար չէ, հիմնականի մեջ զինատարը Բեյրութի շրջանի մեջ է, այսինքն ինչ որ մենք նախապես փոխանցած էինք, որ Բեյրութի հարավային արվարձանները, որ Բեյրութի մորցակայքը գտնվին գտիրախավորվին հաջողակի օրեն, այդ գործողությունները ընդհատված են եւ կեսած են։ Միայն շարունակվի ռմբակոծումը Բեյրութի Լիբանանի հարավային քյուղերուն մեջ։ Ինչի վերաբերել Լիբանանահայության ընդհանրապես Գաբրի Բեյրութի եւ Լիբանանի մեջ հյուսային Բեյրութի հյուսիս գտնվող շրջաններու մեջ հոն բացասական ոչ մեկ բան կա զինծառայել իվենքեսի ռմբակոծումներ ամբողջովին կոչ ռմբակոծումից անգլեսենք ոչ բան միայն երբեմն գլեսենք անտաշու ցուցակերու ցայները ատկե անգախ բادرազմական կետնի վրա ոչ մեկ ռմբակոծում ռեգուլենա Լիբանանահայությունը գշանագի իր բնականոն յանքը այսինքն բادرազմեն հետ ավելի յանքը բնականոն դարձած է այս ամսու ընթացքին ընդհանրապես սովորություն է որ լիբանանահայ վարժարանները կատարեն իրենց տարեվերջի հանդեսները վրայականներու աշխումը բոլորը ինչպես ամեն տարի ծրագրված են եւ դեպի դիունենան նաեւ դեպի ունենան սովորական դարձած ավանդական դարձած այլ ցերնակներ միություններու գազագերբությամբ այսեւով մասելու համար որ կյանքը գրեթե բնականոն ընթացքի մեջ է տնտեսական առումով ինչ կարող եք ասել գնաբանությունը փոխվել է հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը որ շարունակում է լարված մնալ ԱՄՆ Իրան հարաբերությունները հա Հորմուզի նեղուցի մասով են դեռևս ուրեմն խոսակցություններ տարածվում տնտեսական գտնի վրա այո Լիբանան արդեն դարիների վեր տնտեսական տակնապի մեջ է եւ ատակաբը դակավին կշարունակվի բայց առավել ցեցուն բան ոչ մեկ բան դեպի ունեցավ բացի սղութեն որ ինչպես կարծեմ ամբողջ աշխարհի մեջ որովհետեւ Հորմուզի անցքը փակ է քարերիկիները սղած են Լիբանանի մեջ բնականաբար քարերիկիները շատ սղած են եւ ինչ որ վերաբերյալ է ներողություն հետ որովհետեւ Լիբանանի ուդեսերենի եւ ընդհանրապես բոլոր վաճառված ապրանքներուն մեկ կարևոր մասը դուսենգուկա եւ որովհետեւ նախ Հորմուզի անցքը կոչը երկրորդ քարերի սղությունը բաժարի դառնա որ ընդհանրապես քիներու սղությունն է ինչ վերաբերել Լիբանան թղթոսկին դակավին գմնանի սահմաններու մեջ այդ մեկը շատ բողոքության ինտերվալ չէ բայց ընդհանրապես դեսական վիճակը ճնշումի դակ է դակտապ հավելյա դակտապ կոեֆիցիենտի բայց ճնշում կա որովհետեւ անգախ այս բոլորեն որոնք գալի հավանաբար գասեն բոլոր աշխարհին բայց հոս ավելորդ մեկ կետ մնալ որ պետք է նշել հարավային շրջաններեն շատ մեծ թիվով հերազարավոր մարդիկ տեղահանված են եւ Գաբրին pedagogan դպրոցներում մեջ աբաստան կդազեն Գաբրին հոն եւ վերությունը հոգա անոնց ծախսերը թե ուդեսերենի թե վարելանուտի այլ կարևոր ամիջական պետքերու ուրեմն ծախսան հավելյալ փեր գտնել Լիբանան կառավարության վրա որ արդեն տնտեսական շատ մեծ միջոցներ չունի անցյալ շաբաթերուն գխոսվե որ տնտեսական դակտամբը գնացրի բայց դակավին կետնի վրա
որևէ մեկ բան չկա, ընդհանուր իրավիճակը կմնա, ասենք խաղոտ, վաղ կա որ գնահատակնա բսրիլ, բայց մինչև հիմա հավելյալ սրում չկա։ Անօթևան մնացած մարդկանց մեջ հայեր կան, տեղեկություն ունեք։ Չէ, ընդհանրապես ոչ։ Անօթևան մնացածներում մեջ հայեր չկան, մեկ երկու բարակա կա, որոնց բնականաբար ապահովված է դուն կամ զորոցների մեջ Աբաստան ավելի ապահով շրջանների մեջ, բայց այսինքն թիվով կարելի 10-ն ավելի չէ։ Հայկական կողմից Հայաստանից որևէ օգնություն ունեք այս պահի դրությամբ, ինչպես են փորձում պահել կապը ձեզ հետ։ Նկատի ունեք Սփյուռքի նախարար։ Չէ, ուղղակի օգնություն չկա, բարձրապես հարաբերություն կա տեսմանան հետ, բայց կոնկրետ օգնություն չէ։ Շարունակում եք միայնակ մնալ։ Չէ ոմ։ Այսինքն հիմա իրականության մեջ շատ օգնության այս դուրսով օգնության գարիք չունենք, ամեն բան կարելի է իբանի դերական միությունները, որ գոյություն ունեն եւ ունեն իրենց նաեւ գաբերը արտասահմանի մեջ գտնվող հայության հետ նախկին լիբանանահայերու հետ, որոնք կապրին այսօր Եվրոպայի կամ Միացյալ Նահանգներու կամ Կանադայի կամ Ավստրալիայի մեջ եւ հոնգե կարելի է օգնությունները ստանալ, կան նաեւ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք նաեւ գուտան օգնություններ Լիբանանությունը ծեվով մեկ եք վարժված է դակտապներ ծիավակրավել, այս մեկն դակտապներն մեկն է եւ ծեվով մեկ գիտենք հարմարիլ, գիտենք տոգալ, գիտենք շարունակել։ Ես հոգեբանորեն նկատի ունեի, հոգեբանորեն դուք շարունակում եք միայնակ մնալ, եթե Հայաստանի կողմից որևէ օգնություն չկա։ Ծեվով, այո։ Ցավոք, այո։ Շատ լավ, միջազգային ինչ արձագանքների եք սպասում այս պահի դրությամբ, քանի որ ինչպես նշեցինք առավոտյան եւս գիշերվանից սկսած ուրեմն հարձակումներ են տեղի ունենում Լիբանանի վրա։ Ինչ արձագանքների եք սպասում եւ առհասարակ ինչպես է լուծվելու այս հարցը։ Զուգահեռ սրան եւս մեկ հարց տամ։ Ի վերջո այս պատերազմի շրջանակներում Իսրայելի ցանկությունը ո՞րն է, եթե նայենք բոլոր տողատակերով։ Հիմա իրականության մեջ ինչ կսպասի միջազգային ընտանիքին իրականության մեջ բանակցությունները որ դեղնան Միացյալ Նահանգների Իրանի մեջ միջև մեկ կողմ է եւ մյուս կողմը նաեւ Լիբանանն առաջին անգամ լալով կարելի 40 տարվա մեջ առաջին անգամ լալով ուղղակի Իսրայելի բանակցության ընթացքի մեջ է երկու հանդիպում դեղի ունեցան Միացյալ Նահանգներու մեջ Լիբանանի տեսփանին եւ Իսրայելի տեսփանին միջև այսինքն Միացյալ Նահանգներու մեջ Լիբանանի եւ Իսրայելի տեսփաններու միջև երրորդն ալ կստացվի այս շաբաթ հինշաբթի օր ավելի ընդլայնված կազմով հիմա այս բանակցություններու ընթացքին Լիբանանի հիմնական մեկ առաջարկ ունի կամ մեկ բան կբանչի այդալ ամբողջական զինադատարն է իսկ Իսրայելը գուցե այսպես առաջին անգամ լալով ծևով ուղղակի թեմտիմաց բանակցություններով հասել վերջնական խաղաղության համաձայնագրումը կարելի է տեսնել որ դակավին Լիբանանը իբրևედություն Իսրայելը ճշտամիտությունը նկատի եւ չի ճանաչնար Իսրայելի գոյությունը կհասցնի որ Իսրայելը բռնակրաված է Բաղեսինը ուրեմն բերության ճանաչում չկա եւ բնականաբար ոչ մեկ տեսակի հարաբերություններ կան Իսրայելի նպատակը հաշտության կամ խաղաղության համաձայնագիր մգնկելն է որ Լիբանանը կճանաչի Իսրայելի գոյությունը կճանաչի Իսրայելի սահմանները իդիմաց Իսրայելը կխոստանա ծեվում հերանալ բռնակրաված Լիբանան հողերեն եւ կխոստանա բիդի խոստանագամ որ այլևս Լիբանանի անտեպ հողային բանջարներ պիտի չունենա ինչ որ դակավին գսեմ առաջին այսինքն ընդհանուր խոսակցությունն է բայց դակավին ոչ մեկ կոնկրետ կայլ առնված է փաստ որ դակավին բնակությունները կշարունակվին բայց իբրև նախակայլ թեվով պատմական այո առաջին անգամ լալով Լիբանանը եւ Իսրայելը ուղղակի բանակցություններ գնեն